Առաջին անգամ կատարեք ձեր գնումները օնլայն սուպերմարկետ ձեր տանը, SAS AM։ Անելիք բանկն առաջարկում է 1 օրում հաստատվող ուսանողական վարկեր։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Նոր կյանքի դռներն են տես բացված, պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության, առջևում սարերու ճանապարհ, առջևում 2 տարի դժվար, թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար։ Ու չենք նանջում, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն, զիմորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է ամպար։ Ով գիտի գնացել է կապճորկում լացում մացում։ Ինչ անում ենք վաշտի կազմում ենք անում։ Ու ամենակարևորը պետք է գաղտնիությունը պահես։ Ասում եմ գնամ հրաչին ասեմ, որ այս ամեն ինչը մենք ենք սարքել քո գլխին։ Փուֆեր է։ Դու իսկականից փուֆ է, էսով էր։ Ես որ հաստատ չէ։ Քաջիկ, Ասլանյան քաջիկ։ Վաշտ գար։ Որը գլուխդ կջարդեմ, հասկացար։ Զգաս։ Ազատ։ Դերեք իմ մոտ տակտիկական զորավարժություն ենք անում։ Զորանոցում 3 տեղ ռումբա տեղադրված։ Պետք է գտնեք ու վնասազերծեք։ Վարժության համար ունեք 10 րոպե ժամանակ։ Հասցրեցիք վարժություն անել 10 րոպեում։ Գերազանց չհասցրեցիք, մի քանի անգամ կանենք։ Բարձա։ Ճիշտ այդպես։ Լավ կներ խմբերի բաժանվեք, տենց ավելի արագ կստացվեր։ Մեկ էլ ընդունող վերակարգը թող շարքից դուրս գա պատրաստվելու։ Ժիրայր դու, համբարձում եք էլ դու։ Իջեք Մինասյանը ներքևը սպասում է։ Մինչև չվերջացնենք չգեք։ Գնացեք։ Պատրաստ։ Ինչ եղել հմբո։ Դո ես պետք է մի հատ տղեկին ասեմ։ Ինչ պետք է ասես։ Արա դե պայթուցիչ, պայթուցու, դո մի խոսքով այդ սարքերի տեղը էլի։ Հա բայց այդ սարքերի տեղը գիտես։ Դո հա ոչ չգիտեմ, բայ։ Հեռախոս կա մոտդ։ Ոչ չկա, ոչ չկա այդ տղա։ Հա, ինչի մի հատ հեռախոս մոտդ չես պահում։ Քեզ քանի հազար անգամ ասենք, մոտդ մի հատ հեռախոս պահի, էլի։ Սովորական մարդկային հեռախոս, որ վերցնես հնարավոր լինի մեկին զանգել։ Հա դե թե պետք է հեսա գճարեմ աղբերս։ Ոյս քո ջանին մերնեմ, ես զարմանում եմ, գիտես, այս փոքր մարմնի մեջ ոնց է տենց մեծ սիրտ տեղավորվում, գիտես։ Դե լավ, ես ագամ։ Շուտ արա, ապեր, շուտ արա, բայ։ Մի քիչ կամաց էլի, տղեկ ջան, մի քիչ ակուրատնի էլի։ Արա կամաց, վայ, թող ես տեղ գնայեմ։ Արա կարող է թող ես այդ պայթու ճիծը։ Արա ոնց էր է։ Պայթու ճիծը չէ, պայթու ցիցը։ Պայթու ծիծ, չէ, պայթու ցիծ։ Պայթու չիչը։
Պայթու թիչը։ Պայճուճ։ Արա դե գործները տարեկի։ 10 րոպե ժամանակ ունենք։ Պայթու չիչ, պայուցիչ, ու գժանոց չի։ Ռշտուն ջան, ախպեր ջան, ասպեմ ես այդ սաղ պայթուճիչ, 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 պայթուկ, այդ պայթուկներ էլի է, դրանց տեղերը սաղ գիտեմ, ապեր։ Ոնց ես իմացել։ Ապեր ես Բարոյանը, որ Մելիքսեցյանի հետ խոսում էր դրա մասին, ես տեղը եղել սաղ լսել եմ էլի, հիմա սաղ տեղերը չոտկի գիտեմ որտեղ, կարան զանգես Վարուժին 10 ինձ ասեմ։ Բայց ինչի ասես որ։ Վարժությունա թող անեն էլի։ Զախարայի ցավը տանեմ, էտն ես տեղա բաց, որ իրանք չեն կարա գտնեն։ Թող չգտնեն։ Ոյ։ Արեսում էի բերել։ Ռշտունին։ Դե հասկացանք, որ ստեի ռեպերնա, բայց դե ինչ օգուտ։ Էն իսկի չի ուզում իր անգերոջը օգնած լինի։ Դե լավ, ռշտուն տղա, դու լս սպասի եսա Վարուժ եկավ, կասեմ մի հատ յո, իշի բրդեկանի կիմանաս։ 2012 թիվ, երկրորդ մոտորաձգային վաշտ, պայթու ցից, պայթու չիչ, պայթու շտաչ, պայթու շուչ, պայթու շտիչ, պայթու ցուչ, Դե պայթու չիչ վայ։ Այ ապրես։ Որ։ Արա, ես կարեմ երկրականացված տարբերակով այդ պայթուճիչը, պայթուծիթը, այդ պայթու ծիցը, ճիչը, այդ պայթու ոչ են բոմբը գտնես։ Դե փնտրելուց անընդհատ ուզում էի կապի մեջ մտնեի, են էլ անհասանելի են։ Խիա քումոտ վեճնի անհասանելի, աչքիս քեզ չեն սիրում, այ ասում եմ ոնց որ հետը չունեն էլի ոնց որ ասում են դե մեր ժանն է ինչ պարտադիր է սրա հետ է կապի մեջ մտնենք, բայց մի չեն իմանում որ շատ պարտադիր է որ այդ բոմբի տեղը ժանը իմանա։ Արա դե հերիքա բզաս։ Ով ես։ Ով։ Ես չեմ բզում, ես խոսում եմ։ Էդ լավ էլի պատե, չես թողում կենտրոնանամ։ Կենտրոնացի քեզ ով է խանգարում։ Պատեներ դու ես։ Չի թողելու մարդ գործ անի։ Դու գործը տարա, ուշադրություն մի դարձրու։ Հաբա պատե որն է, իմ անունը պատվական է։ Ինչի մխոք ես էջ պատե չի ասում։ Մխոք ես դուրում ասում եմ, ես է դուրում ասել։ Բոլը մի հատ փորձ արա։ Միշտ տենում ես տարբեր հարաբերություննի կա, բաներ կա, որ պետք է իմանաք, որ ես ոնց ասի։ Так, все, прекратите, времени нету։ Հələ մի րոպե տղեկ։ Տղեկ ոնց որ ջոկեր են որտեղ է։ Հələ մի րոպե։ Այ, հələ մի րոպե, ոնց որ ջոկեր են որտեղ է։ Էսա, այ, այ։ Վայ, ելի սխալվեցի։ Դու արա մենք քեզ ասում ենք բոմբը գտի դու Չնայած ես էլ բոմբ գիտես Ինչ ես անում ստեղ ամբարձում, չասեցի գնա պատրաստվի։ Ասեցիք, պարոն Բարոյան։ Դե գնա պատրաստվի, ու մինչև վարությունը չվերջանա ոչ մեկ չմտնի շենք։ Լսում եմ։ Շկամացերի դրեք ջան։ Այդ ահակը փակ ելին դե չինի։ Ինչ գիտես չի։ Դե աղբոր պես փակ ելին։ Արա չհասկացա, դու եկել ես դե բամ անգաս դե մեզի վերահսկես։ Ախրան ես տեղեր ենք մտնում, չի կարելի, չէ։ Բաման են գալիս, հանձնարարություն է տվել։ Կարող է քո սեփականություն դա։ Հետ չտերավ խոսած, գնա մանարի շուտ արա։
Տղեկ ստեղ մի բան կա։ Սա բոմբա է։ Էսի պետք է անջատել։ Հա բայց ով է հասկանում, սուս վրա թող անջատել։ Հա բայց շիլնի տանենք դուրս անջատենք, ստեղ սա ծրիվ կտանք։ Որա մեջ եմ չարա։ Հա բայց անես մեզ կվնասենք, ստեղ ամբողջ սենակը կպայթի։ Ձերը տարա։ Ստե իզուր ենք նայում։ Բա որտեղ նայենք։ Պետք է տրամաբանել։ Դե տրամաբանի։ Իսկ թվում է իրանք էլ են տրամաբանելով դրել այդ պայթուչից։ Պայթուչիչը։ Դե մի խոսքով այդ բոմբը էլ։ Բոմբը էլի հա։ Ու տրամաբանությանը ղուրբան անելով կարելի է եզրահանգման հանգել, որ այդ պայթուչի այդ բոմբը դրվել է մարդաշատ տեղ։ Ինչի իսկույն հարցածագում, պատասխանն չի ուշանում, որովհետև մարդաշատ տեղերում են մարդիկ շատ լինում։ Հետը յանի ես ինչ ասի։ Այ, ես կանաչ լարը գալի բիանումա կարյունացուցիչի։ Ես կանաչ լարը պետք է անենք, որ Карионацучича, это стабилизатор, да? А. Нет, нельзя трогать стабилизатор ни в коем случае. Ինձ թվում է, որ ես կարմիրն է։ Ինչի է քեզ տես թվում, Գաջիկ։ Դե այն անգամ է, որ սես բան էինք անում, այն անգամ կարմիրներ էլի, վայ։ Վայ քեզ բայանն բան ասում։ Կարող է այս հերթե կապույտնա։ Խոհամ են հերտնույ բանը գտնեն։ Սաղ լարերը իրար հետ քաշը։ Սաղ որ իրար հետ քաշելուն եք այսքան խեիք տանջվում։ Այս ինչ է խոսում ո՞ց սաղ լարերը, այս ռազը դանդալոշ խոսում ա, գիտես ա։ Синий провод, вот подожди. Այնքան խոսում արա, խոսա, այնքան որ խոսալու պակասը լրացնի։ Այդ չհանգար չկպնես։ Գաջիկ, ես լավ գիտեմ, թե դու Կարմիրն է։ Нет, Կարմիրն է։ Հա, դուրդ գալիս է։ Քաջիկ ինչի կպար, քեզ ով ասես կպնես։ Աստորեն ես սխալ եմ էլի։ Բայց Գարիկին սև դեմքը սազում ա, չէ՞։ Իսկ միգուցե գնաք մնացած երկուսը մանգակ։ Բայց ասում եմ, մարդ էլ ճշմարտությունը իմանա ու այդ ճշմարտությունը իրան չփրկի։ Արա, բայց ոնց քեզ Մելիքսեցյանի սենյակում չեն տեսել, հա։ Արա, մարդ էլ ճշմարտությունը ձեռը գնա դռները ծերծի ու ոչ մի դուր չբացվի իր առջև։ Սեղանի տակ էր մտեմ բո։ Արա, ասում եմ, մարդ էլ իր ճշմարտությունը ասի ու այդ ճշմարտության վրա ջուր ցանեն։ Բա երկար ժամանակ ես այնտեղ մնացել։ Արա, ես զարմանում եմ, գիտես, ախր ինչ են սպանում իմ ճշմարտությունը, հա։ Ինչի չեն թողում արտահայտվեմ։ Ինչա խոսքի ազատություն այդքան սահմանափակը։ Բա սկզբից դու դուրս եկար, հետո իրանք դուրս եկան, հա։ Կամ հələ դու ասա, ինչի քո հարցերին ոչ մեկ չի պատասխանում, հա։ Այ քայլով սիրտ, հա։ Դե ասա, կարաս ասես։ Դե ասա, չեմ մի ասա։ Վերջ, ժամանակը բրծավ, սաղը տանցեք ննջարան։ Վասկով։ Գազ։ Ազատ։ Ոնց եք։ Թե ժամանակը քիչ եք տվել, պարոն Վարդան։ Քեզ թվում է թե իրականում պայթուցիկ տեղադրված լիներ, ավելի շատ ժամանակ էր ունենալու վնասազերծելու համար։ Բայց ամեն տեղը նայել ենք։ Իսկ նայելուց առաջ մտածել եք, թե որտեղ ու ինչի համար է դրված պայթուցիկը։ Ոչ մի կերպ։ Դրա համար չեք գտել։ Բայց նես չի որ ընդհանրապես չենք մտածել։ Մտածել ենք, ես օրինակ մտածեցի, որ բոմբերը դրած կլինեն մարդաշատ վայրերում։ Տարբերակ է։ Բայց դրված չէին։ Առաջի պայթուցիկը գտակ սպայական սենյակից, չէ՞։ Ճիշտ այդպես։
Բայց դրանից հետո պետք է արդեն ենթադրություններ անեիք։ Но мы подумали, что եթե մի պայթուցիկը դրված էր սպայականում, սպաներին ոչնչացնելու համար, այն մի երկուսն է դրված կլներ կազարմում, զինվորներին ոչնչացնելու համար։ Հիշեք տղեկ, պատերազմի ժամանակ կամ ընդհանրապես յուրաքանչյուր օպերացիայի ժամանակ առաջինը վերահսկում են հրամանատարներին, զորքի ղեկավարներին։ Ինչի ատենց, որովհետև առանց հրամանատարի զորքը դառնում է զինված անկառավարելի ամբոխ։ Դրա համար մեկը դրված էր սպայական սենյակում, իսկ մյուս երկուսը սերժանտների պլանշետների մեջ։ Բայց ջոկի հրամանատարներ։ Պետք է մտածել ման գալուց առաջ։ Բայց ինչ լավ է, որ ես ջոկի հրամանատար չեմ։ Դե գնացեք լեսարան, նորից ենք տեղադրում պայթուցիկները։ Էլի ենք անելու, հա։ Ճիշտ այդպես։ Իսկ ես անգամ ինչ սկզբունքով ենք անելու։ Այդ արդեն դուք պետք է իմանաք։ Գարիկ ներկայացի Մելիքսեցյանի մոտ։ Լսում եմ։ Ես ինչ են արել, հայ։ Թույլ կտակ, պարոն Մելիքսեցյան։ Արի։ Պարոն Մելիքսեցյան։ Ես վերցրում։ Ընդամենը 3 ժամում եմ կարողացել վերցնել։ Էլ որ քեզ խոստovat չունեի, չէի վերցնի։ Спасибо, товарищ капитан։ Լավ, давай, դե շուտ թռի աջ։ Լսում եմ։ Արվաստ է իմացել եմ։ Բայց ժամանակ, որ իրանք որոշում են, թե այդ Բոբերը։ Այդ բոբերը որտեղ դնեն, այդ ժամանակ ես հենց Մելիքսեցյանի սենյակում էի ու հենց անձամբ իրա սեղանի տակ։ Արա բախի չեկա շուտ ասեիր։ Չհասցրեցի։ Արա ոչ չհասցրեցիր։ Որտեղ Բարյանին շարքից դուրս անեց, ես էլ չհասցրեցի ասել։ Միջև էդ ասեիր։ Արա լավ է թարգի Վարուժ։ Ապեր ես ռեշտունին ասեց, այս երախուսը տուր զանգեմ զգուշացնեմ չտվեց, ասեց այ քեզի բան ինչի պետք է իմանամ, որ կարող է գիտեն։ Ռեշտուրը տես բան ասել, հա։ Հա, բա ոնց ասեց իրանք ինչի պետք է իմանամ, որ։ Հետո վերջում մի հատ է բան ասեց, դա չեմ հիշում ապեր։ Հրաշ ջան, Արա դե զզվեցիր արա։ Արա ուր գնում եմ հետևիտս գալի ասում ես Հրաշ ջան, ի՞նչ ես ուզում ինձանից։ մեռնեմ ջանիդ, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Համո։ Ախր էդ ինձ բանա Հրաշ ջան։ Համո դուրը բացարը շուտ արա, լավ չեմ համո։ Արա դուրը բաց տես ինչ է ուզում էդի։ Տոյսի ոչ մի բան էլ չի ասում, ես սա վոլիչի մեկն է։ Համո բաց դուր ապեր։ Բացեք տղեկ, աղաչում եմ։ Բաց դուր արա։ Տղեկ լավ չեմ։ Սիրտս լավ չի։ Լավ չէր գներ բուժկը, այդտեղ եկար։ Ճիշտ է ասում։ Կարող եմ օդներիդ հանգստացնող տեղ լինի։ Արա դեռ ռադեղ եք է։ Ես ձեր ներվերը չունեմ։ Գնացեք ձեր մելեի կողքերը ֆրֆրացեք։ Բիբրթե Համո տղա, լսի ես քեզ ինչ եմ ասում։ Մենք որ զորացրվեցինք, էլ ընկերներ չենք։ Դու քո դեմքը լրի մերկացրեցիր, լսում ես։ Ես իմ ընկերներին ասել եմ, գան քեզ լղեն գնան։ Ես քեզ մարտով չեմ կապնելու, Համո։ Իրանք կգան իրենց գործը կանեն կգնան։ Լսում ես։ Գագու ջան, դու էլ ինչ ճիշտ հասկացի էլի իմ աղբեր։ Վաղը չեմ մյուս օրը։ Ես ոնց եմ պապուս դեմը մերկ ճակատով կանգնելու։ Ջայնումից թե չես կայնի Համո, 6 տարի սենց ծառայել ես, սրան գցելով, նրան զրպարտելով, նոր պապուտ խոսքերը հիշում ես, հա? Հա? Հա որ շուտ հիշած լինեի, հիմա մաքուր ճակատով կապրեի։ Ոբշում ինչ չի հետաքրքրում Համո, դու այսօր ժվոյ տրուպ ես, ժվոյ տրուպ։ Ախ ինչ ասիր այ ախպեր։ Ասի շուտ գտնենք բրծնենք էլի։ Հա դրա իմաստը ո՞րն է։ Այնա որ ասեի չէի կանել այդ վարժությունը։ Դե մեռանք մանգալով։ Եվ արժի գրի թե բան է էլի, սա հարցերը պետք է հեշտ ու հանգիստ լուծվի գնա։ Ախպերը հեշտ ու հանգիստը չի վայ։ Պրոստը գոնե մոտավոր տեղը իմանայինք։
Հիմա ինչ ուզում ես հարացներիս համար պատասխան տամ։ Հա, վաչեր ելնի։ Դու ուշադիր եղի, հենց տենաս վարուժը գալիս հա, դու անի ինձ խաբար արա, եղավ։ Հա, հարց չկա։ Դե մի քիչ այն կողմ գնա, որ այն մաստը լավ տենաս էլի։ Ուշադիր կլնես։ Հա, բայց ինչի՞ց ես տենց վախենում։ Հալա տո ես չեմ վախենում է, ուղղակի չեմ ուզում, որ մեզ խանգարող լինի։ Հա, լավ, հարց չկա։ Մի հատ թելի, հա։ Թելեմ։ Ահա։ Ինչ արագ թելեցիր։ Բամ էստեղ սովորացնում են, է։ Հա։ Հա, բայց։ Լիսի, իսկ ես էլ չես կարի։ Կարեմ, ինչի՞ չեմ կարի։ Հա, դու ինձ ասա ինչա որտեղ, հարց չկա, կարում։ Հա, բանը, այս ճղված մասը։ Հա։ Դե ես կկարեի, ուղղակի ես շատ ծուր մրտիկ եմ կարում։ Դե հա, այդ մենք շուտվանից էինք ջոգե։ Ես անդադ փորձում եմ լավ կարեմ, ուղղակի չի ստացվում։ Կարևորը Սոխակ ջան, որ դու անկեղծ ես։ Իսկ դու շուտ կգաս ինձ մոտ օգնելու։ Ուզում ես որ շուտ կամ։ Դե օգնելու համար։ Հա, ինչի՞ չեմ գա։ Մերսի շատ։ Շարվում ենք։ Հիմա։ Հիմա։ Հա։ Թող մնա, հեսա կգամ կկարում։ Լավ։ Հա։ Մերսի։ Վասիլ։ Ես քեզ ինչ էի ասել։ Ապեր դե բան էր խնդրել, չանեի։ Ինչ էր խնդրել։ Խնդրել էր որ կարեի։ Քեզ եկե ասես թե որ մատը քեզ բան խնդրի։ Դու չհասկացա ինքը քո սեփականությունն է։ Լսրա խոսելը նայ։ Արա դու այսօր իմ ասած դրի ես անգմա չի կար։ Մեկա։ Ու ես էլ եմ իրան ուզում։ Արի երկուսով ուզենք, տենանք ինքը ումա ուզելու։ Արա վատ է այստեղ են։ Ես որ մեկին ուզում, սաղ ուզողները դառնում են չուզող, հասկացար։ Տղեկ ջան, ինչ եք սենց գորգորում։ Հա դե տենց պարապունք ենք անցկացնում էլի։ Սենց գորալով արուշ։ Ախր երկուսդ էլ շատ լավ տղաներ եք է։ Վայ։ Ինչ ունեք իրար հետ կիսելու։ Ես ինչ եղավ, կանգո։ Ես ինչ եղավ, այ աղբեր։ Ինչ ա եղել, աղբեր ես։ Ես ինչ պատուհան էր եկավ գլխից։ Պատուհաս։ Ինչի, աղր ինչի են գագո։ Ինչ այ աղբեր, ասա ցավոտ կիսեմ համո ջան, դառնամ կանգնեմ մեջքիդ։ Ապեր։ Պապս լավ չի, ծանր է։ Ընկերս նամակա գրել, ասում է որ վիճակը շատ վատ է։ Բայց հաստատ կարող է հումոր բան են արել։ Ապեր ոնց կարող է տենց բանը հումորի տա։ Գրել է որ ձերոնց չասես։ Մերոնք գիտեն որ ես այդ ամեն ինչը շատ ծանր կտանեմ։ Դե երևի ընկերս էլ չի դիմացել դրել գրել է։ Ապեր ջան ես տենց էլ չկարացա պապուս առաջ տկլոր ճակատով կանգնեմ։ Ոչինչ աղբեր ես։ Ես չկարացա ասեմ
Պապի ջան, քո ասացի պես ես ոչ մեկի չեմ զրպարտել։ Չեմ գցել, չեմ։ Ոչինչ դրուգ մոյ, ոչինչ։ Всё, ամեն ինչ լուծվել է։ Էլինքը քեզ չի անհանգստացնել, քեզ հաստատ եմ ասում։ Իսկ ինչ ես տենց վստահ ասում։ Դե բայ ուրիշ ձև ոնց կարալներ։ Դու իմն ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես երկրորդ Վաշտի համբարձումի մաման եմ։ Շատ ուրախ եմ։ Հիմա տեղյակ կպայեմ։ Ապրես, տղա ջան։ Էս վերցրեք տղաներով կուտեք։ Չէ, շնորհակալություն։ Վերցրեք, ծնողին չի կարելի մերժել։ Լավ էլի պետք չի։ Դու ավելավ է տղայիս կանչի, հա։ Մերսի։ Կապիտան Մելիքսեցյան։ Հակի երթապահ սերժանտ Աղեկյան։ Պարոն կապիտան, համբարձումի մայրն է եկել։ Ինքը հիմա չի կարող գա։ Նախ այս տեսակցության ժամ չի եւ երկրորդ ինքը պետք է վերակարգ ընդունի։ Այսա մի քիչ հետո հանձնման ընդունման ժամն է գալիս։ Ինքը չի կարող գա Աղեկյան։ Վաշտ, զգաստ, ազատ։ Տակտիկական վարժություններ ենք անում, դրա համար մի քիչ խառն ենք, պարոն գնդապետ։ Ինձ թվում է դուք միշտ էլ խառն եք։ Ինչեր ասես, որ չկան այս պարարաններում։ Ինչեր ասես։ Այնա ինչ որ թույլատրելի է, պարոն գնդապետ։ Չեմ հավատում։ Բշտիկյան, առանց ստուգելու նման հայտարարություններ մի արա։ Հեսա կտեսնենք։ Բան չունեմ ասելու, նորմալ է։ Եթե պահարանների մեջ չի, ապա ուր է։ Ես գիտեմ, չէ։ Էս ինչ է Մելիքսեցյան։ Ինչով է զբաղված զինվորդ։ Հե՞։ Ոնց եք դուք ստուգում ընդհանրապես, ոչ թե բաները չեք կարողանում հայտնաբերեք։ Հե՞։ Էս ինչ գործ ունի զինվորիդ մոտ Մելիքսեցյան։ Ես անձամբ կգնամ հրամանատարին կտեսնեմ ու կխնդրեմ, որ թողնի համբարձում։ Դուք հանգիստ եղեք։ Ախր այսքան ճանապարհ եմ կտրել եկել հասել, խի չեն թողնում տղայիս տեսնեմ։ Կարող է ինչ-որ բան ա եղել ինձանից թաքցնում եք։ Չէ, ոչ մի բան էլ չի եղել։ Ուղղակի համբարձումը պետք է վերակարգ ընդունի, դրա համար էլ չեն թողնում։ Ես հեսա կգամ։ Լավ։ Արագացրեք, արագացրեք։ Ուր ես գնում, արա։ Բայ, մամասայք է։ Ոսմա մամասայք է։ Մելիքսեցյանը Վաշտը շարմա չլսեցիր։ Շարմա, ինչ անենք հիմա։ Տոլկանի։ Քելը գնաք իրանից թույլտվություն վերցնես կգնաս, դավա ինգի առաջ։
Ես ես քանի անգամ եմ ասել, որ ես բաներ չունի ձեր մոտ։ Հա, պարոնեք սերժանտներ։ Ես ինչ գործ ունի զինվորի մոտ։ Ձեն անի այդ տղա։ Դե Արոն Մելիքսեթյան, տենց կարոտս է էլի առնում։ Ումից է իր կարոտդ առնում, հա? Քաղաքացիական կյանքի կարոտն եմ առնում։ Ձենը։ Ես այսքես կարոտ ցույց կտամ։ Պարոն Մելիքսեթյան, ասում եմ, ես ոնց որ կարամ գնամ տեսակցության, մաման սպասում է, էլի։ Ոչ մի տեղ չես կարա գնաս։ Նախ հիմա տեսակցության ժամ չի, երկրորդն է դու վերակարգ պետք է ընդունես։ Հա, բայց լավ էլի, պարոն Մելիքսեթյան։ Ոչ մի լավ էլի։ Վերջ է սա։ Տո ջանտամ է, ես գնում եմ, էլի չի են տարկերում։ Ոյ ես քո։ Սպասում է։ Դու խմեն ես կարում։ Հապսար։ Բռնակը պտուտակել նռնակին, վառիչը տեղադրել նռնակի պատճառին և ենթարկել կզծման։ Ինչ։ Գնաս քո համար մի հատ ուղիղ սիրունքով տղա կճարես։ Եղավ։ Ես քո համար իմ քթից հրաժարվողը չեմ։ Առաջին անգամ կատարեք ձեր գնումները on-line սուպերմարկետ ձեր տանը, SAS-AM։ Անելիք բանկն առաջարկում է 1 օրում հաստատվող ուսանողական վարկեր։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։